Եղբայր, հիմա ենթադրեք նույն տրամաբանությամբ էլ հիմա եկել եք դուք ասում եք իմ աղջիկը պետք է լինի մանկապարտեզի։ Չէ, տեն չի, տեն չի։ Տեն չի։ Կներեք, ինչ նշանակում կողքից մեկին։ Կարող է մանկապարտեզ սեփականությունն է, կողքից մեկին։ Եղբայր, հարցը լուծում, հիմա դու եկել ես հազար ներողություն ձեր դստերի։ Շատ բողոքը ներկայացնում եմ։ Դե մարդիկ ասում են բողոքը կլսենք։ Բայց դա չի նշանակում, որ ասենք ենթադրենք, այդ նշանակում է, որ ձեր ասած մարդը պետք է նշանակվի։ Չէ, մեր ասած մարդը կողքից բերել։ Մի հատ մի րոպե կներեք, մի հատ հարցրեք, այդ մարդու աշխատանքից գոհ են, դժգոհ են, լավ աշխատե, ով է գոհ։ Ով է գոհ։ Մի րոպե, բա նշանակող մարդը պետք է գոհ լինի, թե դժգոհ լինի, թե պետք է կողքից ասեք իմ աղջիկն է, ես զինվորական եմ, ուրեմն։ Եղբայր, մի րոպե, ներողություն եմ խնդրում։ Դա վարչապետի գնահատում համայնք կա, համայնքը կորոշի ով մանկապարտեզի տնօրեն։ Ընեն չէ՞ լի, որ գալիս եք իմ աղջիկն է, պետք է լինի։ Ինչ բոլորն են ինչ որ մեկի աղջիկն են, ինչ որ մեկի հարեմանն են, ինչ որ 13 տարվա ստաժ ունեն։ Եղբայր, ասում հասկացամ, կարող է դժգոհ են այդ մարդու աշխատում, ով ասե որ 13 տարի աշխատում է, լավ աշխատում։ Լիքը մարդ կա որ 13 տարի աշխատում է, 15 տարի առաջ պետք է իրանց հաներ գործից ընդհանրապես։ Գանձակարը լավ կլինի ձեր ընտրությունը։ Այ ցավը տանեմ, հա, գնացեք Գանձակարում գնամ 2 միլիարդանոց դպրոց ենք սարքել։ Այո, եթե լավ Մենք ձեզանից շատ գոհ ենք։ Դե գոհ ենք, մի եկեք ստեղ իմ աղջիկն է, իմ էսա, այնա։ Վարչապետը մանկապարտեզի տնօրեն նշանակող չի, համայնքի ղեկավար կա, համայնքի ղեկավարը կորոշի ով լինի մանկապարտեզի տնօրեն։ Ամեն մեկը գալիս եք ձեր անձնական հարցերը բրդում առաջ, մենք մեզ է մեղադրում, որ այս մեկի բարեկամն է։ Բա ինչի՞ չի այդ կոլեկտիվը եկե, ինչի եք դուք եկե։ Եկեղեցի եմ գնում։ Թող այդ կոլեկտիվից 3 հոգի գար։ Մի րոպե, թող կոլեկտիվից 3 հոգի գար, ոչ թե կամ էլ ինչա նշանակում 21-րդ դարն է, մանկապարտեզի տնօրենի պապան գալիս է վարչապետին ասում է, որ իմ աղջկան գործ չնշանակեք, արգելում եմ։ Որտեվ եթե մանկապարտեզի տնօրենը հացում մարդը 13 տարեկան իր պապան պետք է գա իր համար խոսել, ուրեմն ինքը Դուք գալիս եք դրա համար ես եկա։ թող մանկապարտեզն էլ լսել։